Բարի լույս, սև և սպիտակն է եթերում, գնել Սարգսյան Գագիկ Մկրտչյան, սենց արագ ենք սկսում, որովհետև մենք ինչ-որ նախատեսել ենք, սա դրեցինք մի կողմի վրա, որովհետև քթներից տակ մերձավոր արևելյան պատերազմ է սկսվել, տագնապի համար չենք ասում, որովհետև իրականում տենց է, երկու հզոր երկիր, ընդ որում երկու միջուկային պոտենցիալ ունեցող երկիր, այս պահին ռմբակոծում են Իրանը։ Այո, ես չգիտեմ, ես ստեղ մի հատ ուրիշ հարց է ինձ ուզում, ոնց ես կարծում, Մկրտչյան, սա վերջի սկիզբն է, այսինքն տվել էր Թրամփը ժամանակը չհասկացանք, լրացավ, չլրացավ, ժամային գոտիների չէր նշել իրար ժամով, ասում թե մեր ժամով։ Այ, եթե այդ ժամային գոտիները իրար հարմարացնենք, այսօր վերջի օրն է։ Ժամ կա։ Այսօր հենց վերջի օրն է։ Տես, Իսրայելը, այստեղ պետք է բառերին ուշադրություն դարձնել, հայտարարվում է, որ Իսրայելը սկսել է հարձակում Իրանի վրա Միացյալ Նահանգների առաջնորդությամբ։ Այսինքն Թրամփը չի թաքցնում, որ բոլորս գիտենք, որ sense տենց աջակցում էր, բայց ուղիղ խաղի մեջ է Միացյալ Նահանգները, ուղիղ իր ներուժով, եւ եթե ինչ-որ բան հանկարծ այլ կերպ գնա, Միացյալ Նահանգները լրջագույն հեղինակություն կկրկնի։ Երեք արդեն պարզ դարձավ, որ այսօր խփելու են, այսինքն կռիվը սկսվելու է այսօր, որտեղ Միացյալ Նահանգները դու գիտես ինչ պայմաններ էր դրել վերջի հանդիպմանը, ուրեմն Իրանը դադարեցնում է իր հրթիռների արտադրությունը Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, իր բոլոր միջուկային պաշարները, որ ինքը հարստացրել է, հանձնում է Միացյալ Նահանգներին եւ այսպես ասած կազմաքանդում է բոլոր այդ ռեակտորները մնացած ամեն ինչ։ Այսինքն դիվանագիտական կապիտուլյացիա է։ Դա ուլտիմատում էր։ Ուլտիմատումը չընդունեց Իրանը, հայտարարեց, որ իր համար դա անընդունելի է, այ որ դու ասում ես Միացյալ Նահանգների պատվի հարց եւ այլն, այս արդեն պատվի հարց էր։ Այսինքն եթե դու չես ընդունում, ես էլ բերել եմ, ինչ ունեմ, չունեմ, շարել եմ շրջակայքում, հա, ավիանոսեցներով, բաներով, հա։ Մկրտչյան, ինձ թվում է, որ Միացյալ Նահանգները դրել էր այն պայմանները, իսկ մեր պատմության մեջ, համաշխարհային պատմության մեջ նման բաներ շատ կան, այնպիսի պայմաններ ու առաջարկներ դնել, որը այսպես թե այնպես իրագործելի չեն, այսինքն պետք է մեկը խփեմ։ Իհարկե։ Դու գնալ գլխին ճարետես։ Այ դրա համար է այս հարցը առաջանում, սա վերջի սկիզբն է, թե արդեն սկզբի վերջն է։ Ես հիմա պատասխան եմ։ Այսինքն բախումը պիտի լինի, ոչ մեկ հանգիստ չի գնալու, բախումը պիտի լինի։ Այդ բախումը նրա համար է, որ վերջանա ամեն բան, թե սկսվի նոր բան։ Այս է հարցը։ Վերջանա Իրանի ռեժիմը, ես գիտեմ հիմա բազմաթիվ մարդիկ քննադատեն այս եթերի տակ կմտնեն կգրեն Իրանը մեր բարեկամ երկիրն է, այս ինչ է խոսում, բայց այս ժողովրդի չի վերաբերվում։ Սա վերաբերվում է ռեժիմի։ Ես ասեմ ավելին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները նստած այս արդեն ահագին ժամանակ են միտինգներից հետո ահագին ժամանակ երազում Աստված էին կանչում երևի ամեն անգամ որ Միացյալ Նահանգները խփի թե երբ Միացյալ Նահանգները հարվածելու սա ես ուղիղ ասեմ որ այդպես է սпасել են այս ժողովուրդը անգամ Հայաստանում ապրող իրանցիները այս պայի դրությամբ այնքան կլանված են հետևում իրավիճակին չնայած որ Իրանը անջատել է ամեն ինչ դա ռեժիմի գործունեությունն է ամեն ինչ անջատել է բայց հետևում են ասում են լավ գոնե սա լինի վերջինը ու վերջանցնենք այս ռեժիմի պատմությունը, սկսենք մեր Իրանը արդեն նոր ձևով կառուցել։ Վերադառնանք իրական Իրանի գաղափարախոսությանը։ Ընդ որում մենք եթերից առաջ էլ փորձեցինք, չէ՞, կապ հաստատել լավատեղյակ խոսեցինք, ով ուշադիր հետևում է։ Եվ ինքը ասեց, որ իրանական ԶԼՄ-ներից ոնց որ թե ինֆորմացիաներ կան, մինչև այս վերջի պահը, որ մահացել է, սպանվել է, զոհվել է դատական բարձրագույն խորհրդի նախագահ Էժեին,
Եվ Ամիր գերագույն- Խաթամին, բանակի իրանական բանակի գերագույն հրամանատարը, եւս 3 գեներալ են սպանվել, սպանվել։ այս ժամի դրությամբ որ ձայնագրվում ենք, այդ է։ Ընդ որում ես մի ինֆորմացիա էլ կարդացի ուրիշ ԶԼՄ-ներից, որ իրանական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Փեզեշկյանը իրեն լավ է զգում։ Ուրեմն կարա մի բան եղած Այս նախադասությունը ինչ որովհետև հարցակումը եղել էր թե գերագույն առաջնորդի վրա, թե Բոլոր- նախագահի վրա։ բոլոր հրամանատարական կետերի վրա sense կարելի է Սցենարներ ասել։ Իսրայելը կրկնել կարելի է ասել, հարվածել էին, բայց ասում են, որ նրանք հասրել են, փախցել, այսինքն իրանական հետախուզությունը ունեցել է երևի թե ինչ որ կերպ տվյալներ, Բնականաբար։ կարողացել է պայի, որովհետև այդ օպերացիան լավ նախապատրաստած կլինեին Իսրայելն ու Միացյալ Ու Նահանգները։ պատահական չէ նաև ուսանողական ցույցերի սկիզբը։ Երկու Մի օր քանի առաջ օր առաջ, ինչ որ սկսվեցին, բաներ սկսվեց։ ուսանողական ցույցերը Եվ կարելի է ռազմետկա համարել, հանրային տրամադրություններ շոշափելու։ Այո, եւ բոլորովին էլ մեզ համար միևնույն չի այս պարագայում թե ինչ կլինի Իրանում, եթե Իրանում այս ռեժիմը տապալվի եւ սենց ասենք Իրանում իշխանության գան ժողովրդավարական ուժեր, Դա մեզ համար շատ ձեռնտու է։ Շատ, այս պարագայում այն բաները, բամբասանքներն է կվերանան, այս թրիփը սարքում են, մեր դարավոր բարեկամի ինադու, մեր դարավոր բարեկամը նեղանում է։ Ինձ այդտեղ ամենաշատը գիտես ինչն է բանանում, ասենք ծիծաղ առաջացնում, ծիծաղ կոնկրետ, որ ըստ մեր 5-րդ շարասյունը անընդհատ իրանք դրսից տղա բերելու վարպետներ են, չէ՞ մեր վրա։ Անընդհատ փորձում են Իրանին համոզել, որ սա Իրանի դեմ է, Իրանն էլ անդադ Իրանց է համոզում։ Ինչքան ժամանակա փորձում է համոզի, որ ախպեր ջան, հետի մեր դեմ չի, մենք գիտենք։ Լրիվ հակառակ էֆեկտ է։ Հենց վերջի դիվանագիտության մեջ, արտաքին դիվանագիտության մեջ աշխարհում այսպեսի բան էլի եղել է թե չէ։ Չէ, վստահ չի եղել։ Վստահ չի եղել։ Որ ասենք մի երկրից դիվանագիտական ուղղություն լինի, քաղաքական ուղղություն լինի, ով աշխատում է պետության դեմ ու մյուս երկրին փորձում է համոզել ի վնաս իր պետության որևիցե բանում, եւ այդ մյուս պետությունը չի ընդունում դա ու ասում է չէ, մենք վստահ ենք, որ տես չի։ Դե մենակ դա կարա լինի միայն մեր մոտ։ Մենակ դաշնակների հետ։ Չգիտեմ ովքեր հիմնականում Բայց այստեղ ասենք, որ Իրանը արդեն 30-ից ավել հրթիռներ ուղարկել է Իսրայելի ուղղությամբ, չնայած ընդ որում մենք հիմա մեր հերոստադիտողներին էլ տեղեկացնենք, որ հաղորդումը տեսագրվում է ցերեկը 12:36 րոպե։ ու երեկոյան եթեր գնալուց շատ բան Այո, հիմա թե չէ երեկոյան եթերը կգնա ու կասեն, որ այս մարդիկ բանից խաբար չեն, այ մրտնդե ինչա կատարում, իրանք ինչ են ասում։ Այստեղ պետք է իմ կարծիքով մենք մի ուրիշ բանի նախապատրաստվենք, քանի որ Իսրայելը խոստացել է, որ 4 օր շարունակ խփելու է ու այնպես է խփելու, որ ամեն նոր օրը Իրանը լինելու է ուրիշ երկիր, քան նախորդ օրներ։ Եվ այս իրավիճակում իմ կարծիքով որոշակի քաղաքացիական հոսք դեպի Հայաստան ես կարծում եմ կնկատվի Չի բացառվում։ ամեն դեպքում չնայած գիտեք ժամանակակից պատերազմներում բնակավայրերին հարվածելը մի քիչ այդքան բան չի Բացի Ռուսաստանից։ դե Ռուսաստանը ինչ ասել ֆոսֆոր էր կիրառել տեսար Ուկրաինայում այն նույն ֆոսֆորի միջայլոց ինչը որ խաղում էին իբր Ուկրաինան ատվել Ադրբեջանին կհիշեք երևի այն որ Արցախում օգտագործվեց հադրութում դա ռուսների տված ֆոսֆորներ որը պիտի այդ անտառներում ու հենց հադրութում պիտի կիրառվեր որովհետև հադրութը անտառային վայր է այնտեղ կարելի է նույն տեխնոլոգիաներ կադրերը որ նայում ես Եվ այսքանից հետո մենք ունենք դեռ ռուսամետներ, ովքեր որ մի հատ հաղորդավար դուրս եկավ խափեց ասեց դե էսի ուկրաինական է, այսինքն պատասխանատվությունը քաշեց իր վրա, յեցի ինքը ով է, ու ստեղ սկսեցին դա տարածել, բայց դա հենց ռուսներն էին ուղարկել ու հենց Արցախի դեմ կռվելու համար, չէ՞, այսպես։ Իդեպ իհարկե մտահոգիչ է այս պարագայում մեր հայրենակիցների վիճակը Չնայած էլի քո ասացի նման հիմնականում շատ կետային ու շատ ճշգրիտ հարվածներ են հասնում որոշում կայացնող կետերի բաների ռազմական օբյեկտների վրա եւ այլն այնուամենայնիվ բնակավայրերից դրանք շատ հեռու չեն լինում որովհետեւ աշխատուժի համար ապրելու տեղ է միևնույնն է պետք լինում եւ այս մարդիկ երևի թե
քանի որ Թուրքիան էլ մի կողմից շատ չոր է փակել իրանցիների դեմ սահմանը, այստեղ մնում է իրենց համար երևի թե Հայաստանը իմիջայլոց երեկել ներքևի հատվածում լուրջ բախումներ եղան Աֆղանստանի ու Պակիստանի միջև Դա շատ տարօրինակ դա շատ գիտես ինչով էր տարօրինակ ինքը շատ արագ հայտարարություններ է գնաց շատ արագ գործողություն եղավ ու այս բանը չգիտենք վերջին ինչ եղավ Աղվաները ահագին տարածքներ են գրավել Պակիստանի դե իրանք հայտարարել էին որ Են իրանց պիկապներով կամիկաձեներ կուղարկեն կպայթացնեն ձեր միջուկը Սահմանի վրա միացած մի հատը պայթացրել գնաց 3 հոգու պայթացրեց ու աղվանցիները շատ լավ պրակտիկա ունեն Էդի չմոռանանք։ Աղվանցիները կռվեցին սովետական բանակի դեմ։ Սովետական միությունը չկարողացավ հաղթի Աֆղանստանին։ Միացյալ Նահանգները չկարողացավ հաղթի Աֆղանստանին։ Մեծ հաշվով իրանց ոչ մեկ չի հաղթել։ Իրանք իրար մեջ կարան իրար հաղթել։ Ավելին ժամանակին աղվանները Իրանն էլ գրավեցին։ Ասենք դրանք Բայց միևնույնն է, դա այս դարում 21-րդ դարում հետամնացության են բանն է, էտալոնն է, ու այդ հաղթանակները որքանով է կիրառվում իրենց պետության կամ ժողովրդի համար, այստեղ խիստ կասկածի տակ կարելի է դնել, առավել ևս այս վերջին օրենքները տեսար ինչ էր կանանց ոչ միայն զրկել է այդ կրթությունը բանը դեռ մի կողմ, դու կնոջը տալիս էր իրավունք օրենքով, կնոջը ծեծելու Ուրեմն որ ծեծես բան անես, ինչ ուզում ես արա։ Տես կինո կար է։ Չես հիշում։ Ինչ կինո։ Շատ հայտնի կինո է, ես ուղղակի հիմա անունով չեմ կարողանում հիշեմ, որ մի հատ ինչ որ էլի մերձարվոր արևելյան երկիր է, շատ նման Աղվանստանի, որ իրանց մոտ ավանդույթ է կնոջը ապտակելը։ Տեսած ապտակի մասին չի ծեծելու մասին։ Դե այնտեղ կինո է, իսկ ստեղ իրականություն է։ Մի հատ բանը որն է, եթե դու այնքան ծեծես որ կինդ ընկնի հիվանդանոց, այդ ժամանակ նոր կես 10 սուտկա է հասնում։ Պիտի նես ծեծես, որ հիվանդանոց ու այս երկիրը Ռուսաստանի դաշնակիցն է։ Այսինքն եթե մենք ուզում ենք լինել Ռուսաստանի դաշնակից, ուզում ենք շարունակել խորացնել այդ ուղղությամբ, մենք պիտի գիտակցենք, որ մենք հետևյալ շղթայի մաս ենք՝ Բելարուս, Ռուսաստան, Հայաստան, Աֆղանստան Թալիբները գնում են Հյուսիսային Կորեա։ Թալիբները գնում են Կրեմլ, Պուտինը իրանց ընդունում է, այսինքն ստացվում է, որ եթե մենք այդ տրամաբանությամբ գնայինք, մենք պետք է գնայինք Թալիբները նստեինք թե խմեինք, էլի ասենց Պուտինի սեղանի շուրջ։ Հետաքրքիր էր, չի զարգանում։ Ընդ որում եւս մի հատ կարևոր հանգամանք։ Բանի Ռուսաստանի կարելի է ասել նախավերջի դաշնակիցներ Իրանը։ Սա հերթով վար են գնացել։ Բայց ես առաջարկում եմ ստեղ մի հետաքրքիր ակնարկ։ Ուրեմն 1828 թվականին երբ որ ես երեք միամիտ լրիվ պատահաբար ընկանք այդ խոսակցության մեջ YouTube-յան եթեր էի անում։ Ուրեմն 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագիրը երբ որ կնքվեց ռուս-պարսկական։ Իմիջայլոց 20 թվականին շատ զգուշորեն Արցախից որոշներ, ովքեր որ ինչպես բարձվեց նրանց ռուսների ներկայացուցիչներն, սկսեցին թարմացնել Թուրքմենչայի պայմանագրի խոսույթը քիչ-քիչ, արթնացնել մարդկանց մեջ։ Հետո այս վերջին շրջանում արդեն Հայաստանում են մի քանի անգամ լսել, բայց դեռ այն երկրորդ, երրորդ ձեռքի մարդկանցով էլ իրենց ազդեցության երկրորդ, երրորդ ձեռքի ներկայացուցիչներով Թուրքմենչայի պայմանագիրը։ Իսկ ի՞նչ է Թուրքմենչայի պայմանագիրը։ Թուրքմենչայի պայմանագիրը փաստում է, որ Արաքս գետից այս կողմ Ռուսաստանն է։ Հասկանա՞, այսքան Հայաստանը Ռուսաստանը եւ վերջ։ Այո։ Այս տրամաբանությունն է գնում։ Հիմա եթե Ռուսաստանը ուզում էր Իրանի հետ սահման վերականգնել, գումարած այս նոյեմբերի 9-ը եւ այլն, դա նրա համար էր, որ մեր տարածաշրջանը, իմ կարծիքով, այ հիմա հնարավոր է հարվածի տակ լիներ։ Որովհետև Ռուսաստանը փնտրում էր ճանապարհներ Իրանի հետ համագործակցելու Ամերիկայի եւ Իսրայելի դեմ։ Չէ՞։ Այո։ Մանավանդ որ այս վերջերս էլ Ռուսաստանն ու Չինաստանը այնտեղ ինչ որ զորավարժության նման մի բան արեցին Իրանի հետ հանդերձ։ Մի 3-4 օր առաջ Ամերիկային բան էին ցույց տալիս երևի էլի։ Մի խոսքով վատ բաներ է ստացվում, ակնկալենք, որ դա կտանի դեպի դրական։ Օպերացիայի անունն է արդեն հայտնի դարձել, կոչվում է էպիկական զայրույթ։ Էպիկական։ Պենտագոնը այդ անունն է դրել,
էպիկական զայր։ Դու հիշում ես մեր ոստիկանությունը մի ժամանակ ասենց միջոցառումներ էր անցկացում, ինչ որ տարօրինակ կանոններ էր դնում, բոլորս դրա վրա ինք Բիբլիական չգիտեմ, ինչ որ բիբլիական եսի, մի ինչ էպիկական զայրույթ։ հրեշտակների հարսարի քիչով բառեր չէ։ Բայց հիմա ասենք շատ տրամաբանական է այս անվանումը էպիկական զայրույթ ասելը, որովհետև Առայժմ տրամաբանական չի, հələ որովհետև կներես որ ընդհատում եմ, որովհետև դու երբ չես ընդհատում 24 թվականին չէ եղավ այն բանի դեպքը, թե 25-ին, չէ 24-ին։ Ուրեմն այդ ժամանակ երբ որ հարվածեց, իմ կարծիքով շատ ավելի հզոր էր հարվածը, բայց միանգամից էր, իսկ այստեղ ոնց որ արդեն տեսնում ենք դեռևս առաջին ժամերն է, բայց տեսնում ենք բան նուրբ այլ օպերացիա նույն ձևերով կոնկրետ հարվածներով ղեկավարների տնային, բայց ոնց որ թե այն որ ասում այս փորձանքը ոնց որ թե լուրջ է տրամադրված։ Հա, բայց Թրամփի խոսքը դու քիչ է զարգանալու։ Թրամփի խոսքը Եթե այնտեղ միանգամից եղավ, այստեղ քիչ։ Թրամփը ասել էր կարողա զոհեր ունենանք։ Ահա, Իսկ դա ինչ է նշանակում։ Նշանակում է որ ուղիղ պատերազմի մեջ է։ Նայեք, Միացյալ Նահանգները, ինչքան ես հասկացել եմ, շատ սիրում են օգտագործել գիշերային հարձակումները։ Առհասարակ ռազմական Իրանք հիմա սկսել են ցերեկով, տես ու խփում են հենց այն կետերին, որոնք հրամանատարական են, այս սրանով նաև տագնապ են առաջացնում ամբողջ Իրանում, այն մարդիկ, ովքեր դեմ են ռեժիմին, նրանք ավելի ակտիվանում են, հասկանում են, որ հիմա պահն է դուրս գալու փողոց, տես, հենց տենց է լինելու, իսկ հիմնական հարվածները խոսքս հիշի, լինելու է գիշերը, անցած անգամ, այդ քո ասածը գիշերային է։ Այսինքն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փորձում են իր կողմից ներգրավի նաև Իրանի բնակչությանը։ Ուրեմն, ասեմ, դրա մասին տվյալ ունենք, Իսրայելի հետախուզությունը, Մոսադը, պարսկերենով հայտարարություն է տարածել, խնդրելով իրանցիներին օգնել վերադարձնել Իրանը դեպի իր լավագույն ժամանակն է։ Սա նախ մենք իմացանք, որ բանը այս IT ոլորտում ուժեղ հարձակումներ կան, կիբերհարձակումներ եղան, հա, ժամանակակից պատերազմներում տեղեկատվական այս հնարավորությունները ժողովուրդ ջան, թերևս այն որ շատ դեպքերում կարող է միջուկային զենքից էլ ուժեղ լինեն։ Եվ հիմա օգտագործում են իրենց այս առավելությունը, փորձում են իրանցի ժողովրդին ուղիղ ներքաշեն, Մոսադը ուղիղ հարցում ասում է դուրս եկեք օգնեք մեզ։ Այս ժողովուրդը նստած սպասել է դրան։ Հա։ Ու իսկապես այսինքն մոբիլիզացում Իսրայելի դեմ կամ Միացյալ Նահանգների դեմ կարելի ասել բացառելու բան է։ Թրամփը ասեց թիվը, չէ՞։ Իրանական ռեժիմը այս անցած այս ընդդիմադիր գործողությունների ընթացքում սպանել է 31000 մարդ։ Ես քեզ ասեմ ավելին, երբ որ մարդիկ գնում էին վերցնելու իրենց հարազատի դին, կախված նրանից զոհը կինա թե տղամարդ տարբեր գներ էր։ Մեզ մի $20,000 կարգի պիտի փող տայր, եթե չեմ սխալվում, ու մի 4-5 կիլո էլ կանֆետ։ Թե ինչի համար։ Չգիտեմ, դա ասում հարսանիք է բա։ Դե տարօրինակ է։ Տարօրինակ որն է, սարսափազդու է։ Ասենք հարսանիք է, դե երևի ինչ որ ավանդութային բան կա էլի։ Հա, իրանց մոտ, երբ որ գնում են գերեզմաններ, ես նման վիդեոներ շատ եմ տեսել, անպայման քաղցրավենիք են տանում։ Թերևս դա կապված է դրա հետ, հա ինչ որ սքո բան ունի իր մեջ։ Թե չէ նես անհասկանալի է։ Չէ, իմ համար էլ էր սկզբում անհասկանալի։ Կանֆետ ուր է։ Հա, չէ, կամ փողը բերել ես, բա մեր կանֆետ։ Չէ, դա ցավալի բան է, ու պատկերացու մոտավորապես 30,000 զոհը, դա նշանակում է մոտավորապես առնվազն 1 միլիոն մարդու ուղիղ հարազատին հարվածել։ Ուղիղ հարազատի սրտին խփել, կարոտին խփել։ Իսկ այդ ընդդիմադիրները փողոց դուրս եկած մեծամասամբ երիտասարդներ են,
Դու պատկերացնում ես, չէ, ասենք, ընդ որում իրանական ընտանիքները բավականին մեծ են։ Այդ եմ ասում էլի։ Ասենք, տենց մեր հայկականի նման չի, էլի, այնտեղ Դե մերը հասցրեց սովետական միությունը փլուզել մեր մեծ ընտանիքները, գերդաստանները, իրանցը դե չէ։ ասում է Թեհրանի կառավարական թաղամասը ենթարկվել է ուժեղ ռմբակոծության Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից։ Ու անընդհատ տեղեկությունները գալիս են, ընդ որում հետաքրքիր է, որ այս անգամ տեսանյութերը շատ են։ Գնանք կարճ դատարի, դա ունի իր պատճառը։ Դե Կարճ կարճ դատար դատար։ մեր հետեր։ Վերադառնանք։ Վերադարձանք։ Տես, ամենասկզբում, երբ որ հարվածները եղան, շատ զարմանալի էր, որ Իրանում միանգամից չանջատեցին ինտերնետ կապը։ Օրինակ, այս բանի ժամանակ, այդ բողոքի ցույցերի ժամանակ ամեն ինչը անջատել էին։ Այստեղ ապրող իրանցի քաղաքացիներ չէին կարողանում կապվել իրենց ընտանիքների հետ ոչ մի կերպ, մի քանի օր։ Բացարձակ ոչ մի կերպ։ Այս պարագայում սկզբում բաց էին։ Անկամ բան հավելվածներն էին բացել, են համացանցային հավելվածներն էին բացել։ Միայն մի ժամ առաջ մոտավորապես իմացանք, որ եթերից ժամ-ժամուկես առաջ իմացանք, որ արդեն վերջ փակել են ու ոչ միայն ինտերնետն են անջատել։ Անջատել են ինտերնետը, անջատել են լույսերը։ Ամբողջ Իրանը հոսանքազրկված է։ Հիմա։ Հա։ Այսպես։ Հոսանքազրկված է, հոսանք գոյություն չունի, հեռախոսակապ բառը մոռանում ենք, մի խոսքով, արտակարգ, շատ արտակարգ վիճակ է։ Բայց կներես միտքը ավարտեմ, բայց բանը այդ տեսանյութերը ոնց է հայտնվում։ Իսրայելական հետախուզությունը ներսում է։ Իրանք այսպես թե այնպես Սպուտնիկով իրենց նյութերը ուղարկում են, որովհետև պիտի դրանք տարածվեն։ Իրանց անհրաժեշտ է, որ դա տարածվի։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի բանակը կամ պետք է հանձնվի, կամ պետք է զոհվի, սպանվի։ Սա արդեն էլ բան է, էլի, արդեն խնդիրը չի դրված միայն հրամանատարական կետեր, բալիստիկ հրթիռների կետեր։ Հա, ուզում են գնան կապիտուլյացիա։ Կապիտուլյացիա, սա այսինքն սա բան Իրանի իշխանություններին հնարավորություն չի տրված Վերջի սկիզբը ինչ-որ հավերժ, վերջի սկիզբը, լրիվ համաձայն եմ, բայց իհարկե նաև ռմբակոծվում է Իսրայելը։ Այստեղ, հա, այստեղ իմիջայլոց ամենահետաքրքիրը ինձ գիտես որներ ինձ համար։ Ուրեմն Բրիտանիան բան, սաղ իրանց բաներին հանում էին Իրանից, անգամ Ադրբեջանը։ Մեկ էլ նայում Լեհաստանը հայտարարություն անում, որ Իսրայելից իր դիվանագիտական բլոկին խորհրդատալից դուրս գալ։ Այսինքն աշխարհում սպասում են, որ իհարկե Իրանը բան չէ, էլի տենց թեթև կորիզ չի։ Իրանի խնդիրը ոչ թե ռազմական անբավարարվածությունն է, ինքը կարա շատ լուրջ դիմակ է։ Իհարկե Միացյալ Նահանգները այստեղ որ մտնում են խաղում ուրիշ ձև է դառնում, չնայած Իրանն էլ ունի դաշնակիցներ։ Բայց այնուամենայնիվ կարա շատ լուրջ դիմակ է։ Իրանի դաշնակիցը ո՞վ է։ Իրանի դաշնակիցը Ռուսաստանը։ Դե բարև։ Աստծո բարև, ցավը տանը։ Ռուսաստանը Իրանին ինչ դաշնակից։ Ռուսաստանն ու Իրանը։ Չէ, դու իմ ասածը ենթատեքստ ունի։ Ռուսաստանը համաշխարհային դաշնակից գծող է։ Չէ, ընդհանուր հետաքրքրությունների գոտի կա Իրանի շուրջ, չի կարողանում։ Բայց Իրանը շատ լուրջ կարա հակադարձի։ Այստեղ խնդիրը այլ է, որ քանի որ ինքը ռեժիմ է, մոբիլիզացիան, ժողովրդական մոբիլիզացիան չի կարող կազմակերպել, որովհետև ամբողջ բնակչությունը ատում է այդ դրանից ընդամենը 2 շաբաթ առաջ կոտորել ես քո ժողովրդին։ Ինչքան ուզում ես դու հրթիռներ ունեցի, ինչքան ուզում ես նախապատրաստված եղի, իսկ լրջագույն տեխնոլոգիաներ ունի Իրանը։ Անկամ մատակարարում էր ուկրաինական ճակատ։ Ավելի դաժան բան ասեմ, Սիրիան իր օդային տարածքը բացել է, որպեսզի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը օգտագործեն Սիրիայի օդային տարածքը։ Այդ նույն Սիրիան, որը Ռուսաստանի եւ Իրանի կողմից։
Բա տես պետք է լինի, այս Սիրիայի պարագան շատ նման է մեր պարագան։ Այս ամեն ինչը ասես որ քարտեզով ասես վերցնում է սողակի մեջ, չէ՞։ Գիտես ինչ է ստացվում։ Տարածքը ոնց որ ասես մոտ մաքրվում է, որ ճանապարհները գծվեն։ Հա։ Այն ճանապարհները, որոնցից մեկը Տրիպոլին է։ Ու Այո։ այդքան անլուրջ անդամությունը ոնց որ վերաբերվում։ Սկսվեց Գազայից, որտեվ Գազան լինելու է այդ ուղու Չէ, նավանգիստը։ դեռևս Եմենի բանի կողմերից էր սկսվել։ Չէ, բայց Գազան հենց կոնկրետ պետք էր, որտեվ Գազան դառնալու է համաշխարհային նշանակության նավանգիստ։ Այդ ամբողջ տարածքը իր ամբողջ ափամերձ գոտիով։ Դրա համար էլ Եվրոպան այդտեղ Ամերիկայի հետ հակասության մեջ էր, որովհետև ամեն մեկը իր ազդեցություններ փորձում։ Գիտես դեռ ինչն է Բայց ինչ հետաքրքիր։ անենք, ես ասես գնանք Պարսկաստանի մասով, հա, այս հաղորդումը այսօր։ Դե ինձ թվում է կարող ենք այսքանով իրանական մասը սահմանափակենք, Որտեղ հիմա մեր մի աչքը ստեղ ժողովուրդը կասեն, ես իրան մտել են օնլայն նայելու, թե խոսելու։ Իհարկե։ Ամեն դեպքում հույս ունենանք, որ ապագա աշխարհակարգի ձևավորման դրական գաղափարները կհաղթեն, ես առաջարկում եմ վերադառնանք մեր իրականություն։ Եվ այստեղ մի բան էլ կա։ Չէ, այս իրանական թեման նաև մեզ է հուշում, որ բռնապետական անցյալին վերադարձ չի լինելու։ Հիմա ովքեր որ փորձում են նորից երկիրը հետ տանել այն ժամանակներին, թողնային թե ինչա տեղի ունենում, ինչա կատարվում Իրանում։ Ավելի կոնսոլիդացված բռնապետական Իրանի ով 50 տարի սանկցիաներին դիմացավ, մենք ես չեմ կարծում, թե մի 2 ժամ կդիմանանք։ Մենք չենք կարա։ Բանը լարսը փակվում է, գազը 2 օրվա մեջ գազը կրկնակի հանգանում է։ Հեղուկ, ավտոյի բանով եմ ասում, կամ բենզինը։ Մի հատ լարսը որ մնաց թե սանկցիաների տակ մտնենք։ Դե հենա, հիմա էլի լարսը ոնց որ էս եղանակային պայմաններով էլի դժվարացել է, բավրան լրիվ փակվել է ոնց որ Բայց մենք ոնց որ այլ ընտրանք ունենք։ Ադրբեջանից եկել էր վառելիք։ Հա։ Այսինքն Սա ուղիղ մեր տնտեսությանը սկսում է օգուտ տալ։ Այն ի տարբերություն ի հեճուկս այն մարդկանց, ովքեր ասում են, դա Ադրբեջանը վաճառում է ինքը օգուտ է քաղում, մենք գիտեք հարստացնում ենք Ադրբեջանը, ոչ, սա մեր տնտեսությանն էլ է օգուտ։ Չէ, լավ, մենք ենք ոչ մի բան չենք ասում, ոչ մի բան չենք անում, աշխարհը ինքը լուծում է իր հարցերը, Իրանի ռեժիմը տապալվում է, վաղը դառնում է դեմոկրատական իշխանություն, մենք ստեղ Спасибо, Россия։ Спасибо, Россия։ Հələ Ռուսաստանում քանի տասնամյակ կգնե սանկցիաները, հələ իրա վերականգնելուն ինչեր պետք կլինեն դժվար է ասեմ։ Մեր առաջին նախագահը Այդ է զուբ կարթայ։ Ես անայ բացել եմ։ Ահա, ընդ որում մի բան էլ ասեմ, մեր հեռուստադիտողներից մեկը մի շատ հարգելի տիկին մոտեցավ ինձ, ասեց ես ձեր հաղորդումը շատ սիրում եմ, բայց խնդրում եմ էլի, ես Լևոն Տեր-Պետրոսյանին շատ եմ սիրում, իրան բան մի ասեք։ Դե մենք հիմա իրան բան չենք ասում։ Չէ, մի րոպե։ Բան ենք ասում։ Ես հարգում եմ մեր հեռուստադիտողներին նույնպես, փոխադարձան։ Կստացի, այ քեզ ման։ Իդեպ, մի հատ շատ կարևոր հանգամանք։ Ես մեր հեռուստադիտողներին խնդրում եմ մի ալարեք կոմենտների տակ այսօր բոլորդ մտեք, ով որ նայում է հաղորդումը, մտեք գրեք որտեղից եք դուք նայում։ Այս շատ կարևոր մոնիտորինգի բան է։ Եվ մեզ դա շատ պետք է։ Ինչ որ բան ես պլանավորել։ Ինչ որ բան եմ պլանավորել։ Ես վստահում եմ քո կյանքի փորձին։ Ջերմակ մազերին։ Նորից ասես։ Ասա։ Բայց ես քիչ-քիչ մոտենում եմ։ Ուրեմն մենք մեր հեռուստադիտողներին նույնպես շատ հարգանքով ենք վերաբերվում, բայց պետք է մի բան հասկանանք միասին։ Մենք այստեղ անձերին չենք կպնում կամ պաշտպանում, հա։ Սա այստեղ քաղաքական մարդ է, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյան անձնավորությանը ես մոտիկից երբեք ծանոթ չեմ եղել։ Ընդ որում շատ լավ գիտնական է։ Շատ հնարավոր է տես նստենք թեյ խմելու, ինչ որ ինձ դուրել գա, ինքը որպես մարդ։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործին 1000 կներեք, ես չեմ կարող չատել։ Չեմ կարող։ Չէ, իմիջիալոց ատելության քարոզ իմի չեմ անում։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը փորձանքները գաղափարական է։
Քաղաքական։ Քաղաքական գաղափար։ Այո, քաղաքական Լևոնն էլ, Քոչարյանն էլ, Սերժն էլ։ Նույն, ասենք, ճիշտ է, մեր պետության ճարիքներն են եղել, ես ո՞ց կարող եմ ուրիշ կերպ վերաբերվել։ Անձերը, չգիտեմ, կարող է նույնը Սերժը կամ Քոչարյանը, հետո ծանոթանաս, նստես հացուպանից չայ խմելու, ու դες արես լավ էլ մարդ է։ Բայց լավ մարդ լինել կամ վատ մարդ լինելը իհարկե ազդեցություն թողնում է քո քաղաքական գործունեության վրա, բայց մեծ քաղաքականությունը քո քաղաքական գործունեությունն է քննարկում։ Հիմա տեսեք Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ նյութ էր։ Այսա դες նոր ենք եցում ԶԼՄ-ները։ Իսկ մենք արդեն ասել ենք։ Այ մի ոտ առաջ ենք։ Նայեք ինչ է ասում։ Լավ զարմանալու չի սա խայտարակություն չի։ Ուրեմն պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել։ Այդ պարագայում պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է։ Անհրաժեշտ է վերջիվերջո հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է, դարձյալ մտան բան Սովետ միություն, էլի, որ նարոդ Եդինի։ Հա, լինելով ինքնաբավ եւ կայացած անձնավորություն Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը։ Բայց մենք այտենց մի 100-ատ ինքնաբավ մարդ գիտենք։ Ինքը չգիտի, նայ։ Նայ, այստեղ ուրիշ բան կա։ Սա քաղաքական տգիտություն է, որով որ կարող է 90-ականներին կարողանային մարդկանց համոզել, բայց մենք աճել ենք, ինքը մնացել է այնտեղ։ Լուրջ եմ ասում, քաղաքական անպես հենց։ Դու ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, կուսակցության փոխնախագահին Զուրաբյանին ներկայացրել ես հարությանը մեզ բոլորից, որպես ձեր կուսակցության վարչապետի թեկնածու։ Հա, ու հիմա ասում Ու ես երբ որ դու եթե չմասնակցեիր, հասկանայ, խոսքը կասել լավ է, միայն նրանց է պաշտպանում, ոնց որ ժամանակին Քոչարյանին, առասարակ այս մարդը ալիգարխներին, հանցագործներին, պասպորտ չունեցողներին սիրում է։ Նայ, ես կհասկանայի, բայց երբ որ դու ունես վարչապետի քո թեկնածուն, դու ո՞նց կարող ես ասել, որ միակ եւ ամենաուժեղը նա է։ ես կորնակ կասկածներ ունեմ։ Մարդ ով սիրում է զբաղվել քաղաքականությամբ եւ KGB-շնիկ չի։ Նրա քաղաքական գիտակցությունը կարա բռնաբարվի այդտեղ։ Ես քեզ ուրիշ բան ասեմ։ Պատկերացրեք հանրապետական կուսակցությունը մասնակցի ընտրություններին, առաջի համարը Սերժն է, ու ասի այ Քոչարյանը կարա բոլորից միավորի։ Ինչքան էլ որ իրանք նույնն են, միևնույնն է դա չի ասի։ Մեկն էլ դուրս եկավ, չէ՞։ Բանը Հայրենիքը, չէ։ Ահա, Վանեցյանը նախընտրել է Տապանը։ Չի մասնակցում։ Չէ, իբր չի մասնակցում։ Հա։ Իբր չի մասնակցում, Տապանը ով էր։ Ծառուկյանը։ Հա, այդ Տապանը, հա։ Նայ, Տապանը կառուցել է քաղաքական, որպեսզի փրկվեն բոլորը։ Հա։ Ու դե Տապանի խորհուրդը ո՞րն էր օրինակ։ Կենթանիներից, գիշատիչներից 1 զույգ, հա, իսկ ոչ գիշատիչներից 7 զույգ, չէ՞, ինչքան գիտեմ։ Պիտի բերվեր։ Հիմա ես բաներից այն խոտակերներից դեռ չգիտեմ, բայց գիշատիչներից արդեն ոնց որ զույգեր ձևավորվել են։ Հասկացա։ Այս եթե Տապանի իմաստով ենք խոսում, դա է դառնում։ Իսկ ես սենց եմ հասկանում, նայ, վերջի բոլոր ընտրություններում գրեթե ՀԱԿ-ը փող չի ունեցել։ Հիմա Սամվել Կարապետյանը փող ունի։ Հա դե հասկանալի է։ Ինքը որ չասեր, մենք կհասկանայինք։ Տապանում էլ փող կա։ Հաշվի առնելով Արա Զուրաբյանի վերջին ժամանակների գործունեությունը այդ գրագրության, մենք հասկանում էինք, որ մեկը իրանք բոլորը մի մարմին են եւ Կիրիենկոյի գրասենյակն է, բայց ուղիղ դուրս գալու ասել ժողովուրդ, այս որ բերել եմ այս Արա Զուրաբյանի վարչապետի տեխնացուս կի ես լուրջ չեմ վերաբերվում։ Դուք գնացեք Սամվել Կարապետյան, ընտրեք, դուք ես մտել ընտրապայքարի մեջ։ Ինչի համար էլ։ Գնա Պաստորեն Թևանյան Անդրանիկը եւ Վանեցյան Արտուրը քեզից ավելի խելացի են։ Իրանց այդ հալով հələ։ Հա։
Գնացել են մարդիկ սիրուն տապանի մեջ նստել են։ Ասում են մենք դաշինքով չենք հանդես գալիս, բայց մենք աջակցում ենք Բարգավաճի տապանը։ Հիմա որ գնանք կընտրատեղամաս, լինելու է, ասենք օրինակ, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, հանրապետություն կուսակցություն, ՔԺԿ, չգիտեմ, հանուն հանրապետության, բան, ուժեղ Հայաստան չգիտեմ լինելու է թե չէ, որովհետև դեռ հմպիտի ասի հաստատումա թե չէ, ոչ ոք սենց գազ ու տապան Հայաստանը իրանց ձևովն է, Սամվել, հա, բան, ձևիցներն են։ Իրանց ձևով։ Ուրեմն այստեղ երկրորդ խնդալու բանը։ Հետակ ոչ թե խնդալու, չգիտես, իսկապես խնդում ես անզորությունից, ոչ թե ինքը հումորա դրա համար, այլ որովհետև չգիտես խնդաս թե լաս, ժպտում ես որ անցնես առաջ, էլի սեկրետ ակցիա։ Լսի մի բան ասեմ շարունակինքը։ Իսրայելը հայտարարել է իրանց օպերացիայի անվանումը, կոչվում է Արյուծի գրմռոց կամ Որնոց, ստեղ ես ռուսերենից եմ թարգմանում, Ռիչանիե լվա։ Հա, բան է դի։ Որնոց։ Չպես Որնոց չարոցին է լինում, այդ բառը չկա հայերենում, կլինի երևի մենք ենք մի քիչ։ Բայց Իրանն էլ իր մռնչոց, ճիշտ է։ Իրանն էլ իր օպերացիայի անունը հայտարարել Մռնչոց արյուցի։ Ջրեղեղի վերջը։ Պատոп, նոյալ տապանից ենք խոսում։ Ես հենց նոր եկավ, չէ՞։ Նոր եկավ ես պայի։ Ես ինչ այբա։ Եթե եսի կատակ չի, բայց Այնտեղ արդեն տապանից դուրս գալու process-ն են գովազդում։ Ջրեղեղը այնտեղ վերջացել է, այստեղ դեռ սպասում են դրան տապանը կարծում։ Շատ ուժեղ է։ Հիմա մի բան է պետք նկատել Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է այն ղեկավարը, այդ որ հիմնադիր նախագահ, ես այդ բաները, այդ ռոմանտիզացված բաների հետևից շատ չեմ սիրում գնալ, որովհետև այն մարդիկ, ովքեր իր շուրջն էին, շատ ավելի հզոր էին, քան ինքը։ Ինքը ընդամենը լեյտենանտ էր KGB-ի, այդքան բան։ Պիտի գործ արվել է, ստացվել է, որովհետև ինքը KGB-ի լեյտենանտ էր, չլիներ KGB-ի լեյտենանտ, չէր ստացվելու ոչ մի բան։ Այսինքն պլանի իրագործման մասնիկ էր։ Ուրեմն մի շատ վատ բան է արել։ Նա ով պատասխանատու է ընտրությունների անցկացմանը, բացի այն որ մի շրջան կեղծվեց ընտրությունները, երկրորդում, այսինքն հրաժարականից հետո արդեն պալատական հեղաշրջում ասված մեր պատկերացումներում, չէ, խոսույթում, թույլ տվեց, որպեսզի մարդ, ով չի համապատասխանում մեր սահմանադրությանն ու ընտրական օրենսգրքին, գա դնի տեխնատություն դառնա նախագահ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանին ծննդականի թղթով սարքեց նախագահ։ Հիմա Սամվել Կարապետյանին չի կարելի, որովհետև ինքը վերջին տասնամյակներում չի ապրել Հայաստանում, ունի այլ քաղաքացիություն։ Հիմա էլ ուզում է այսպեսին սղացնի։ Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ իր բնավորությունը ոչ Հայաստանի քաղաքացի, այսինքն անընդհատ ոտնարել սահմանադրություն բան ու ընտրական օրենսգիր։ Սա բնավորություն է այդ մարդու մոտ։ Ու սա ցույց է տալիս այդ մարդու ի սկզբանե եղած անլրջությունը, որը արտացոլվում է նաև այսօրվա իրականության մեջ։ Հիմա մեր սիրելի հարգելի քաղաքացին հուսամ շատ Չի նեղվի։ չջղայնացավ ինձ վրա, այնուամենայնիվ դա իրականությունն է։ Գիտեք, այո, լինում են դեպքեր, երբ որ դու ինչ որ մեկին վստահած ես եղել, վստահել ես, հիմա էլ հարգում ես, էլ չես վստահում, բայց հարգում ես, բայց իրականության հետ պետք է հաշվի նստել։ Ոչ ոք չի ասում, չէ, մի հարգեք, մի բան արեք, չէ, խոսքը դրան չի վերաբերվում։ Ամեն մեկը յուրովի է մոտենում, իմ կարծիքով սահմանադրության ու ընտրական օրենսգրքի ոտնահարումը ուղիղ հարված է մեր պետությանը, այդ սնարյադից է թռել է, գալիս է։ Բալիստիկ հրթիռ է։ Ընդ որում այս մեր ամբողջ անցած պատմությունը էդ է հուշել։ Երբ որ
այտենց առհամարել ենք սահմանադրությունը, ոտնատակ ենք տվել սահմանադրությունը, կեղծել են ընտրությունները, հա, բայց արի ու տես, որ մինչև հիմա մենք դրա արդյունքները, դառը արդյունքները քաղում ենք։ Այո, որովհետև պարզվում է, որ աշխարհին լավ էլ ինչ, թե ինչպես է անում, եւ իզուր չի, որ ես արդեն քանի տարի է Փաշինյանը ինչ անի, ինչ չանի, դրա լեգիտիմությունը փորձում է ամուր պահի։ Անկամ ոչ թե միայն ընտրություններում, անկամ որոշակի գործողություններում, ստացել ես, որ դարձել է մի տեսակ հիվանդագիր։ Եվ ավելին, ախար այս մարդիկ բոլորը, այ ում մասին որ մենք խոսում էինք, թե Լևոն Տեր-Պետրոսյան, թե նախկին նախագահներ, պետք է մի բան հաշվի առնեն։ Այս ժողովուրդը տեղը տիտիկ անող ժողովուրդ չի։ Այս ժողովրդի գլխին չես կարա բամփես։ Ամեն անգամ այս ժողովուրդը ընդվզել է, հելել է փողոց, էլ մարտի 1, էլ ապրիլի 12, սենց որ հիմա թվարկենք, երևի մի տասնյակի կհասնի։ Սա ենթարկվող ժողովուրդ չի է ժողովուրդը։ Պետք է հասկանանք։ Մի քիչ ավելի բան ունեմ, վատ կարծիք ունես։ Չէ, ոչ թե վատ կարծիք։ Համենայն դեպս ոչ այդքան այն ասում, ոնց որ դու ես ասում։ Բախի չէ։ Ինչի՞ չէ։ Այլ պարագայում, մենք միշտ անձերի հետևից ենք գնացել։ Մենք սպասել ենք մեկը գա, եկել է այդ մեկը բոլորով ելել ենք։ Դե էդի կռապաշտությունա, որ մեր մոտ գալիս է հեթանոսական ժամանակներից։ Իսկ եթե այդ մեկը չգար, ասենք օրինակ, Ստեփան Դեմիրճյանը չգար, Ռաֆի Հովհաննիսյանը չգար, Նիկոլ Փաշինյանը չգար։ Մենք խելոք Ստեփան Դեմիրճյանին ոտնատակ տվեցինք։ Հա, բայց նկատի ունեմ եղել է միշտ մեկը, ում հետևից ժողովուրդը լսել ու դուրս է եկել։ Բայց մենք ինքներս ամեն մեկս մեր մասով լավ էլ խելոք ենթարկվում ենք։ Այլապես թույլ չէինք թե այս ամենը։ Որովհետև թույլ է եղել ընդդիմությունը, որտեվ ընդդիմությունն է էլ իր հերթին, ով որ եղել ընդդիմություն այդ ռեժիմի։ Եղել է իշխանության գրպանի։ Չէ, անգամ եթե եղել է ռեալ ընդդիմություն, էլի անձով է ներկայացել։ Այլ ոչ թե ասենք սենց մի հատ համակարգված մեխանիզմով, կառույցով, չէ։ Որովհետև քաղաքական բաները, ռազմավարությունները մշտապես 5 տարով են գծվել։ Եվ մեզ թույլ չեն տվել այդ շրջապտույտից դուրս գալ եւ ավելի երկար ռազմավարություններ մշակել։ Մենք եթերը սպառեցինք ու արի վերջում էլի լավ նոտայով ավարտենք, որ այս անգամ հունիսի 7-ը կլինի շրջադարձային մեր երկրի զարգացման։ Չէ, խամյակի մեջ այդ բառաբանի մեջ պատտվում է։ Հա, էլի անդադեն ոնց էր այդ ֆիլմը։ Մենք ուզում ենք բացենք, մտնում ենք այդ բառաբանի մեջ։ Բարի, ես տեսնում եմ, որ լավ կլինի, տեսնենք, հույս ունենանք զոհերի մասով շատ տխուր պատկեր չենք ունենա, իսկ ռազմական Իրանում արդեն դուրս են եկել փողոց, հլստեղնա ինչա կատարում, ցնծում են ուրախությունից, գիտեմ կտեսնեն թե չէ, այս պահին, այսքանը Օնլայն տեղեկություններ են հաղորդում։ Շնորհակալություն, Ժողովուրդ ջան, եթերում, այո, հուսանք, որ մյուս շաբաթ օրը միայն դրական։ Ես մի հայտարարություն էլ անեմ, դրանով ավարտենք իմ մյուս հաղորդումը Արման Ավագյանի տեսագրությունն է, տեսագրել ենք 3 Եթերա գնալու Կիրակի օրը, այնպես որ կնայեք ու կասեք, այս մարդիկ խոսում են Ամերիկայից, տարածաշրջանից, դա տեսագրություն է եղել, վсё, վերջ։ Այնքան արագ են զարգանում դեպքերը, որ մի ժամ առաջվա տեղեկությունը մի ժամ հետո արդեն մնաց 2 օրի տարբերություն։ Եթերում սև ու սպիտակներ։